Ողջույն իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևողներ ջան, հուսով եմ լավ եք եւ ձեզ հետ ամեն բան կարգին է։ Այսօր է Արտուշի դասարանի հետ միասին գնում ենք էքսկուրսիա։ Չնայած որ շինանցրել էր գալիս այսօր լավ արև է, հուսանք լավ օրենք ունենալու, լավ եղանակ է լինելու, բոլորիդ լավ օր եմ մաղթում, մեզ բարի ժամանց։ Ոնց ես։ Հա, դե լավ է, որ լավ ես։ Այ, գնացինք դասան հավաքված է։ Այդ գեղեցկությունը կերել է, ինքը որոշել է կառուցի մի հատ կամար։ Կամարը կառուցել է 1957 թվականին ու կոչել է Արարատի կամար։ Մեկ տարի հետո գիտեք բոլորս գրող բանաստեղծ Մարտիրոս Սարյանին։ Ինքը նաև եղել է նկարիչ, չէ՞։ Մարտիրոս Սարյանը հաջորդ տարի դրանից հետո 1958 թվականին երբ պատմելիս է եղել էստեղով, տեսել է, որ էստեղից Արարատը շատ գեղեցիկ է, ու այս կամարը նաև Արարատի շատ գեղեցիկ նկարել է։ Դրանից հետո, երեխեք ջան, քանի որ այդ ժամանակ կամարը կոչելիս է եղել Արարատի կամար, մի քանի տարի հետո երբ Չարենցի 60-ամյակն է եղնում, գրող բանաստեղծ Չարենցի 60-ամյակը հրանալու կապակցությամբ որոշել է, որ կամարը պետք է կոչվի Չարենցի անունով, նրա համար կոչվում է Չարենցի կամար։ Ու ամենակարևոր բանը էս կետում, նաև կոչվում է Չարենցի կամար, քանի որ էստեղ Եղիշե Չարենցի եսի Մանուշայով վերջի երկու տողը, ես իմ մասին սարմոս։ Այ կապակցությամբ երեխեք ջան, կոչվում է Չարենցի քարերի սիմվոլայով տեղեկությունը ավելի քիչ է, իսկ գեղարդների տաճարը շատ է, ես ամեն ինչ պատմելու եմ, խոսելու գիտելու էստեղ շատ բարձ, էպես որ ուշად, ամեն տեղ ես ես նաև նկատել եմ, իմ պատմելու Արտուշ Հրաչ, շատ հետաքրքիր է, որտեղ ենք ես։ Ես ինչ ես զգուշացրել։ Եթե քրիստոնեությունն է, ուրեմն մենք ունենք մեկ Աստված, չէ՞։
Իսկ առաջ երեխեք ջան, շատ հին ժամանակներում գոյություն է ունեցել մի հատ ուրիշ կրոն, որը կոչվում է հեթանոսություն։ Դրա ժամանակ մենք ունեցել ենք լիքը աստվածներ։ Օրինակ ունեցել ենք Գրակի աստված, Ամրոպի աստված, Արևի աստված, Մայրության աստված Մայրության աստվածը ենք ունեցել։ Ու այդ լիքը աստվածներ այն ժամանակ երեխեք ջան, մենք հիշում ենք այն ժամանակ հիշում եք, որ մենք վերևում ենք Քրիստոսյան վկայականի մոտ, ես ձեզ ասեցի, որ Արեգ Միհր աստված կար, հիշում եք, իր անունը տվեցի, ուրեմն Արեգ Միհրը երեխեք ջան, այս տաճարը կառուցողի, Տրդատ թագավորի հովանավորն է եղել, այսինքն ամեն ինչով Տրդատ թագավորին օգնել է, ու երեխեք ջան, Վերևից իջնես, կներեք էլի, ապետ, վերևը նստած ապետ, կգնաս ենք ուսանգնելոց մեր Երևի նկարում է։ Լավ, հիմա լսենք, ու երեխեք ջան, Տրդատ թագավորը այս տաճարը կառուցում է նվիրելով Արեգ Միհրին։ Դրա համար ինքը Հայաստանում միակ հունահռոմեական տաճարն է համարվում։ Բոլոր տաճարները այսպիսի հունական հռոմեական բոլորը ավերված են միակ տաճարն է Հայաստանում, որ կանգուն մնացել է։ Ու ասեմ, քանի որ ժամանակին Տրդատ թագավորը հեթանոս է եղել, այսինքն լիքը աստվածների է իշխացել, երբ ինքը ընդունում է քրիստոնեությունը Գրիգոր Լուսավորչի օրոք, եթե գիտեք, դրանից հետո նա հրամայում է, որ բոլոր եկեղեցիները ավերեն, բոլոր ինչքան հեթանոսական եկեղեցի տաճար որ կա, բոլորը ավերեն, բայց Տրդատ թագավորի քույրը Խոսրովի դուրսը երեխեք ջան, չի թողնում, որպեսզի այս տաճարը ավերեն, քանի որ իր համար սա համարվում են շատ կարևորագույն տաճար, ինչպես նաև ասում են, որ տաճարը որպես ժամանակի արվեստի գլուխգործոց դրա համար չի քանդվել։ Երեխեք լսում եք, դուք ինքնես մենակ մամաների համար եմ պատմում։ Հիմա, ու երեխեք ջան, որոշ ժամանակ հետո տեղի է ունենում մի հատ մեծ ճակատամարտ, որտեղ հայերը հռոմեացիների դեմ հաղթանակ են տանում, ու Տրդատ թագավորին ասում են, որ ինքը պետք է գնա Հռոմ, որպեսզի այնտեղ թագադրվի որպես թագավոր։ Այդ ժամանակ երբ գնում է, Տրդատ թագավորին լիքը փող են տալիս, լիքը փող, որպեսզի նա կարողանա գա ու տաճարը շարունակի կառուցելը։ Գալիս է, նա շարունակում է կառուցելը, բայց երեխեք ջան, որոշ ժամանակ հետո տաճարը երկաշարժա մեծ տեղի ունենում, շատ ուժեղ երկաշարժա տեղի ունենում ու տաճարը հիմա ինչ տեսնում եք, այս տաճարը ամբողջովին փշրվում է ու ընկնում է այս ձորերը, քարերը։ Ահա, բոլորը ընկնում են ներքև։ Հիմա մոտ 20 տարի երեխեք ջան, հրաբերները, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ինչ-որ տեղեր ուզում եք քարեր ման, ինչ-որ այսպես ավերված բաներ են ուզում նորից վերակառուցել, հրաբերները երեխեք ջան, ձորերի ներքևից գտնում են քարսը։ 24 սյուն է, ամպրես, որը խորհրդանշում է օրվա 24 ժամերը։ Արջերից ու հետևից 6 սյուն է, կողքերից 8 հատա սյուներ են։ Միասին ունեն 6, 8, գալիս է 24 սյունա կազմում։ Հիմա, այ էստեղ նայեք, պատկերները այդքան չեն երևում, քանի որ արդեն հաստատ են, բայց էստեղ ասում են, որ թե այս կողմը, թե այս մյուս կողմը գտնվում են տիտանները։ Տիտանները երեխեք ջան, վզվա ուժեղ մարդիկ են եղել ու իրենք էստեղ պատկերված են նրա համար, որ ասում են տիտանները իրենց ուսերին դնում են ամբողջ տաճարը։ Այս դիրքով իրենք կանգնած են, այսպես։ Ու իրենք ամբողջ տաճարը կրում են իրենց ուսերին։ Որ բարձրանալուց ներև կտեսնեք, այնտեղ կա զոհասեղան, որտեղ զոհաբերություններ են կատարել։ Այսինքն ինչ-որ մի բան ստանալու համար մարդ են զոհաբերել, մարդ են սպանել, որ ինչ-որ մի բան ստանան կամ կենդանի են զոհաբերել, տարբեր բաներ։ Աստիճանները որ նայեք, աստիճանները բոլորը 30 սանտիմետր բարձրություն ունեն ու բարձրանալիս ինքնին մենք մի փոքր խոնարհվում ենք, դա այնպես է սարքած, որպեսզի մենք մեր արգանքի դուրս մատուցենք ու շնորհակալություն հայտնենք խոնարհվելով Արեգ Միհր աստծուն։ Վայ, երեխեքին ու Գառնիում ենք, երեխեքը ներսն են, մի փոքր գիդը բացատրում է, որից հետո արդեն
Գնանք Գեղարդ։ Περίμενε, μην έτσι κατεβατήσε. Περίμενε. Μπράβο. Μπράβο, baby. Բանով էս կոմով էլի ոչ որ վիդեոն միացած։ Սրանք էս չկոլնել դուր կան։ Էս պետքա սեղմեմ սենց, հա։ Կլորով всё, հա, հա։ Կարմիր մրցումներ են։ Կարակ մի հատ է կողք նայեք։ Սիրունալ։ Ինչքան մարդիկ կան, տուրիստներ կան։ Այստեղ պետք է անենք մեր գրանումը։ Այդ միջակայքից մաղնիկից միացնել այս հատակը, հեսա բոլորը կողնային, այդտեղ էլ է Երևանում։ Հատակը, որի վրա Դե ինչ են տվել մորյալ։ 15 բնական, 15 մինի բնական հարերով պատրաստված նկարը։ Այս թագավորների կողմից ոչ Կներեք էլի, սպասողներ կան, ուզում եք սեղմեք վիդեո թող։ մենակ է բեմասում, հեսա ունենք, հեսա Գինայերը ինչպես ունենում հողացները բարձր գնալու բաղաները, որպես մարդի բացում, ուժման, հանդիպումների, խաղադակականների և ծիսակատարությունների համաշնախ տեսվածվել է։ Երովդան կառուցված ապկոմից բաղնիքը բաղկացածը հաջորդաբար դասավարված հիքսերնատումից։ Բաղնիքի կառուցումը գնում է հրում ընդունված երկհատակ հիպոկաուս համակարգը, ջրամատակարարման, ջրուցման և ջրայնացման համակարգը։ Առաջին սենյակը նախասրահ հանդիսանում է, աղոտին տերն է։ Որին արամետանում հաջորդում են սառոջերի սենյակը, ֆրիգիտարիումը, գոլբաժանունքը, դեպիտարիումը, տակջիլովա սենյակը, կարտարիում, ապա հնոցը։ Գրակրակացրելը հնոցի վերելում գտնվող մտամիակացրին ջուրը, իսկ հորնոցուխը միջատակային տարածության միջև անցել են 10 ջրոպլովարանի տակ, ապա սարկավջերության գոլբաժանունքի տակ, այնուհետև նվազած ջերմությամբ հասան սառնովարանի հատակի տակ։ Թեհատակը բամբոքսիների աղյուսները և նրանց վրա շարված մեծաչնավ թրծած և մակարդակ աղյուսի սարները վերջնությամբ ընդունելով կրակի և ծխի ջերմությունը երկար ժամանակ պահպանում էին և հավասարաչափ հաղորդումի տվասենյակների։ Ծխայարացման վերջնական փուլը ջերմության որոշակի չափաբաժին տաքացնում էր նաև բանուքի պատերը։ Ուշադրության արժանի նախասրահի հատիկեզակվող չմկանը, որ Հայաստանում ամբողջությամբ պահպանված արվեստի նման գործի եզակի օրինակն է, պատրաստված 15 տարբեր երանգների նկարված։ Կենտրոնական դրվագում պատկերված են ծովի աստվածություններ օվկիանոսն ու Թետիսը և դիցաբանական այլ կերպարներ։ Արկա հնարին արդյունագրությունը աշխատեցինք ոչինչ չի ստեղծով, նորին է տալիս ենթադրելու, որ հնչականը նվիրատեղվել էր արքային։ Բայց հետաքրքիր է դեր ժամանակ ոնց են մտածել սա։
զարնեք եք էլի։ Հաջողություն։ Դեզեր։ Մոտիկս նկարենք։ Բայց ժամանակի ընթացքում երբ արդեն Ժամանակի ընթացքում երբ խաչքարերի մեծամասնությունը անցել է թշնամու լծի տակ ու մենք հայերս փորձել ենք գնանք խաչքարերը հետ բերենք մեր տարած, թշնամին թույլ չի տվել, որպեսզի տեղափոխեն ու եթե նայեք խաչքարերի կողքերը կտեսնեք մարդկանց անուններ, Վարդապետյան եւ այլն բոլորը գնացել են, խաչքարերը տեսել են ու դրանց կրկնօրինակերը 16 օրինակ բերվել է Հայաստան ու պահվում է Գառնի Գեղարդում ու բոլորը ոչ մեկ որ նայեք օրիգինալ չեն, բոլորը կրկնօրինակներն են ու որ նայեք խաչքարերը ինչով են յուրահատուկ, որ ոչ մի խաչքար իրար նման չեն դիզայնում, բոլորը տարբեր գող են ու բոլորի նախշերը լրիվ տարբեր են, լրիվ ինչ-որ մի բան ասում։ Այստեղ Նախիջևանից ունենք բերված բոլորը Ջուղայից են։ Թե այստեղ, թե վերևը որ տեսեք, միասին կազմում են 16 հատ, որ բարձրանք ցույց կտամ։ Բոլորը բերված են Ջուղայից։ Այսքանը, հիմա բարձրանք վերև, պատմեմ պատմությունը, մտնենք արդեն արևային ժամացույցը տեսնենք, ամեն ինչը տեսնենք, պտտվենք ու նկարվենք գնանք։ Մեր ես եմ շրջակայի վերջին դասը։ Էդ էլ դու Վանական համալին իրենից երկարում է մի քանի եկեղեցիներ եւ օժանդակ կառույց։ Կոնկրետ այսօր Եղարքական վանական համալը բաղկացած է գլխավոր Եղարքական ինչ է նշանակում Այրիվան ու ինչ է հենց այդ երկու անունները։ Անվան վերաբերյալ կա երկու ավանդություն, ըստ մեկի,
Հիմա, ըստ առաջին ավանդության, կային ազնվական ընտանիքից քույր եւ եղբայր, ովքեր որոշում են մի օր որպես թողնեն իրենց աշխարհիկ կյանքը։ Աշխարհիկ կյանքը գիտեք որն է երեխեք։ Եվ որ Լավա որ ջուր չի մեջ է վառելու։ Ինքան լավա որ դիտով ես գալիս, ամեն ինչ իմանալիս, իսկ մենք օրինակ ես նորավանք գնացի դիտով։ Ինչ-ա, սիրում եմ։ Ձենը, օրդուշ ես ինչ-ա, ես սիրունա։ Ձենը, ստեղ որ մարդ ընգով, կխեղ տղի։ Գնացի։ Արի։ Քարերի սիմֆոնիա է։ Գալենք, հետո գնանք։
Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք, մենք արդեն տանն ենք գտնվում, չնայած որ ինչպես տեսնում եք եղանակը մռայլ է, հանձրևոտ, դա չի խանգարել մեզ լավ օր ունենալու համար։ Լավ ժամանակ ենք անցկացրել, շատ գոհ ենք էքսկուրսիայից։ Մի խոսքով, ուզում եմ ձեզ ասել նայեք, շնորհակալ եմ որ վիդեոն մինչև վերջ նայեցիք, լայքում եք, լավ մեկնաբանություններ եք գրում, կհանդիպենք հաջորդ վլոգներում։